Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 6-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 6-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև ոչ է հանկարծակի լուր կլսեք, գումար կստանաք, սեղանի շուրջ եք նստելու, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, երկար սպասեք, հետո նոր արեք այդ քայլը, որովհետև կարող ինչ որ բաներ սխալ անել։ Նաև ոչ է միտեղ կգնաք երկար կմնաք, ինչ որ բան է դանդաղում, ինչ որ բան է կամ տեղ սեղանի շուրջ նստած երկար կմնաք։ Օձեր կան, կամ իրենց հետ ճանապարհ եք գնալու, կամ նախանձում են ձեր ճանապարհին, միգուցե ինչ-որ կարևոր ճանապարհ է, կամ գալիս են ձեզ մոտ։ Կամ ոնց որ հարևաններ օրինակ կամ ինչ-որ մեկը գիտի, որ ձեզ մոտ շատ կարևոր մարդ է գալիս եւ նախանձում են նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 6-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել, ուշադիր եղեք, նաև ոմանք ժամադրություն ունեն այդ օրը, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, ձեր ընտանիքի անդամների հետ, նաև հեռախոսազանգ կունենաք, դա ձեր ցանկությունն էր, հա, ոնց որ ձեր ցանկությունը կիրականանա, ոնց որ ուզում եք, որ զանգեին կամ այնտեղ զանգից ասելու են այնպեսի մի բան, որ էլի ձեր ցանկությամբ է։
Նաև որևիցե նամակագրական կապի մեջ կինեք ինչ-որ մեկի հետ, փաստաթղթերը կդասավորեք, փաստաթղթերի հետ կզբաղվեք, նաև դա կարող է լինել փաթեթ։ Որևիցե իրադարձություններ ունեք, ձեզ հետ կատարվում է յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի, նաև կարող է նոր է սկսվում որևիցե ցիկլ կամ ավարտվում է այդ ցիկլը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 6-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ տհաճ պահեր կան, առաջինը դա անկավ, կարծես թե դա կապված է ստի հետ, սուտ կա նաև այդ օրը։ Մյուս կողմից ուրախ կլինեք, այստեղ ձեր ցանկությունները կիրականանան, տրամադրությունը բարձր կլինի, էներգիայով լի կլինեք, ոմանք նվեր կստանան, ոմանք նվեր կտան դիմացինին, նաև կարող գնել ուղղակի, հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը այդ օրը կամ կգնաք նման կենտրոն, որ զբաղվեք ձեր առողջությամբ եւ նորություն կլսեք այդ օրը։ Գուցե առողջության հետ կապված է, ինչ-որ մեկի առողջության հետ է դա կապված, որ ինչ-որ բան է լսում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 6-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված որևէ հարցեր ունեք, դրանք կարող եք անել, միգուցե հիվանդանոց է, միգուցե ուսումնական հաստատությունները նման տեղեր պետք է գնաք։ Նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, հենց ամեն ինչ է ձեզանից կախված օրվա ընթացքում։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ,
Եվ ինչ-որ բաներ ձեզ երջանկացնելու է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 6-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, նաեւ կարող է նոր է սկսվում այդ ցիկլը կամ ավարտվում է դա։ Նաեւ ոչ տհաճ պահեր կան այստեղ, եւ ցավ է պատճառում ինչ-որ մի բան, վեճ է եւ հուզմունք նաեւ արտասուք, հա ինչ-որ մի բան է այստեղ, որը այդ տհաճ պահերը ձեզ համար կարող են խնդիրներ սարքել կամ մի խոսքով ինչ-որ պահեր են այստեղ։ Եվ այդքան ինչ-որ չեք տխրում, ինչքան որ արտասվում եք, ինչ-որ մի բան է, որ ցավեցնում է։ Նաև հանկարծակի լուր կլսեք այդ օրը, հանդիպում կամ շփում կունենաք, այստեղ ավելի շատ հանդիպում է ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, ձեր հարազատ մարդու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 6-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, միգուցե երեխաների առիթ է, նշում եք որևիցե հղիությունը, ծննդաբերությունը, նման տիպոջի բաներ եք նշում, ձեր հարազատների շրջապատում կլինեք, ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, այդպես, նաև միգուցե թորներն են գալիս, երեխաներն են գալիս և դրանից եք այդպես ուրախ։ Ոմանք ունեն գաղտնի սիրավեպ, ոմանք գաղտնի գործողություններ։ Նաև հաջողություն ունեք ձեր բոլոր գործերում այն ինչ որ կանեք այդ օրը։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք ունենան, կարող ձեր երեխաներն են ընդունվում աշխատանքի։ Միգուցե այստեղ պետական աշխատողի հետ եք հանդիպում, սա կարող է լինել բժիշկ, նաև ասում է, որ հղի եք և գայս եք, այդպես նշում եք։ Նաև շատ աշխատանք և այլն։ Ուշադրություն դարձրեք նաև ձեր առողջությանը, միգուցե հենց իրոք, այստեղ գնում եք բժշկի և ձեզ ասում են այստեղ հղիության մասին, ոմանց հենց կոնկրետ այստեղ կա։ Նաև այդ օրը այստեղ օձեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ և հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 6-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, ոչ մի հարցում մի շտապեք։ Նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ, սպասել ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Այդ օրը գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք ի վերջո, վերջնական որոշում կկայացնեք։ Նաև ոմանք ունեն գաղտնի սիրավեպ, ոմանք ունեն գաղտնի գործողություններ, որոնք որ կանեք այդ օրը։ Երեխաների հետ կապված իրադարձություններ են այստեղ, կամ ընտանիքի հետ է կապված դա, հղիություն, ծննդաբերություն, թոռները կգան, երեխաները կգան, ինչ որ պահեր են այստեղ, որոնք որ երեխաները մեջը կլինեն, միգուցե երեխաների հետ ինչ որ տեղ եք գնում։ Եվ տհաճ պահեր կան, հենց դա է, որ պետք է կառավարեք ձեզ եւ կարողանաք ձեզ տիրապետել, հա, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք նոր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 6-ին։
Հարգելի կարիճներ, տան հետ կապված որոշ հարցեր ունեք, հնարավոր է առիթ է նայել ձեր տանը կամ պետք է գնալ կամ ինչ-որ պահեր են։ Միգուցե տեղափոխվում եք, միգուցե ինչ-որ բաներ են այստեղ։ Վերանորոգում եք սկսում կամ մեկ այլ հարցեր են։ Նաև օրվա ընթացքում ոչ հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բանը ձեր օգտին կավարտվի, նաև նվերներ ունեք այդ օրը կամ դուք կստանաք կամ կգնեք ինչ-որ մեկի համար, սպասում եք մարդկանց կամ ինչ-որ բանի այդտեղ ժամը եւս է կամ իրենց ասած ժամից կարող է ուշանում են դրա համար եք սպասում, սեղանի շուրջ եք նստելու, հյուր ունեք, միգուցե այստեղ ինչ-որ հյուրերի եք ընդունում, սպասում եք, նվերներ կարող է լինել քաղցրավենի կամ դուք եք գնում եք այնտեղ, սպասում եք տաքսին գա օրինակ։ Եվ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն կամ փաստաթղթերի հետ գործ կանեք, կամ էլ դա նշանակում է փաթեթ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 6-ին։ I'm vision tonight. Blending. Կներեք։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կամ շուտ եք արթնանալու քնից կամ ավելի ուշ քնած մնալ։ Նաև այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ցավ է տալիս, չգիտեմ ինչը, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ոմանք ինտիմ հարաբերություններ կունենան, գումար կստանաք եւ երեխաների հետ կապված որևիցե պահեր կան։ Այնտեղ կամ ծնունդ է, կամ ձեր տանն է, կամ պետք է գնաք, նաև հղիություն, ծննդաբերություն, նաև թոռները կարող են գալ, երեխաները կարող են գալ, նաև սա ընտանեկան կյանքն է։ Ինչ-որ մի բան է միգուցե ընտանեկան կյանքի հետ կապված, կամ ինչ-որ մի բան է այստեղ ձեզ որ ցավ է տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 6-ին։
Հարգելի աճեղջուրներ, այդ օրը գումար եք ստանալու, բայց գործը չեք հասցնում ավարտին։ Դա կարող է լինել, օրինակ, չեք կարողանում ավարտել, չեք կարողանում այդպես ավարտել, եւ հիմա ոնց որ գումարը արդեն գալիս է, տալիս են եւ սկսում եք շարունակել ձեր գործը։ Այդ օրը նաեւ ոչ նվեր կստանաք կամ դուք նվեր կգնաք, հրավերք ոչ է առիթին։ Նաև ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, օցեր կամ բամբասանք, խոսակցություն, լարվածություն, այստեղ ինչ-որ իրենց վերաբերմունքն է ձեր նկատմամբ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 6-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու, նաև նվեր կստանաք կամ դուք կտաք ինչ-որ մեկին նվեր, պատրաստել նաև նվեր, դա կարող է լինել քաղցրավենիք, դա կարող է լինել ծաղիկներ նույնպես։ Դա տանվում եք ծանրու թեթևեկանում ինչ-որ մի հարցի հետ կապված, նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, դրա համար կարող է դրա համար եք ծանրու թեթևանում, այլ ավելի ծանրու թեթև արեք կամ ավելի ուշադիր մտածեք յուրաքանչյուր հարց։ Եվ ինչ-որ միտեղ կարող եք գնալ երկար մնալ, կամ ինչ-որ բան է դեռևս դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, առաջ չի շարժվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 6-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու, կամ դուք նվեր կգնեք։ Դա նաև կարող է լինել ծաղիկի տեսքով եւ այլն, քաղցրավենիքի տեսքով։ Այդ օրը նաև սուտ կա, ուշադիր եղեք։ Մյուս կողմից էլ ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, էմոցիոնալ, այդպես էմոցիաներով լի, էներգիայով լի եւ հյուր կամ դուք կունենաք կամ կգնաք հյուր այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։